Վարդանյան, բարև ձեզ, Տիկին Վարդանյան, Փաշինյանը այս օրերին քարոզարշավ իրականացնելիս թիրախավորում է բոլոր ընդդիմադիր ուժերին, այդ թվում նաև ձեր ուժին, բառապաշարը, որով նա խոսում է, որքանով է ընդունելի ձեզ համար։ Դե ինչի մենակ բառապաշարը, ինքը որքանով է ընդունելի, անընդունելի է, եւ հա ինչ պիտի անի ուրիշ ծրագիր ունեն, մի բան ունեն, որ այս ժողովրդին կարող են առաջարկել, տեսլական ունեն, որ կարող են առաջարկել, մնացել է ընդդիմադիրների վրա, այսպես ցեղ շպրտոցին, որը շատ լավ անում են, չես կարող այդտեղ ոչինչ ասել, բայց չեմ կարծում, գիտեք 8 տարվա իշխանություն է, ում պետք է բռներ պիտի բռնած լիներ, ում պիտի կուլակաթափաներ, կուլակաթափարած պետք է լիներ, ում պիտի հարստահարած լիներ, պիտի հարստահարեր արդեն եւ ավարտած լիներ այդ գործընթացը։ Որ ասում են, որ բաներ եմ խլելու, պալատներ եմ խլելու, գործարաններ եմ խլելու, տալու եմ ժողովրդին է տալու, թե Նարեկ Նալբանդյաններին է տալու, ոնց որ նախկին 8 տարիներին, այսինքն մենք տեսանք, չէ՞, դա ինչով է ավարտվում եւ ոնց կարող ենք այս մարդու հետ, այսինքն քանի անգամ ինքը պիտի խափի, որ ասենք վերջ, ել իրեն հավատալ չի կարելի, այս անընդունելի է իր կեցվածքը, խոսքը, ես ուղղակի ուզում եմ ասել մեր հայրենակիցներին, նայեք ինքը ոնց է խոսում, նա դիմակը հանել է, չէ՞, նայեք ոնց է խոսում, տեսեք որ տես բանակցում է, տես պատերազմ է վարել, տես երկիր է ղեկավարում, դրա համար այսօրին ենք, դրա այդ տես էլ պարտվել ենք, այդ տես մարտի 1 է եղել, նայեք իրեն հիմա այս դիմակը հանած ու հարցրեք ինքներդ ձեզ 5 տարի մենք սրանք կարողանանք հանդուրժել, դուք ավելի լավին եք արժանի, մենք գիտենք ձեզ որքան են փորձում վախեցնել, ճնշել, ոչինչ, մի քանի օր էլ դիմացեք, 2 շաբաթ, բայց գնացեք ընտրության ու այս ամեն ինչին պատասխանեք ձեր քվեարկության։ Ասում եմ իզույգ բոթասով եք եկել, Երանի եք տալու այդ բոթասով գնալու համար։ Չգիտեմ ում մասին է խոսում, ոնց որ ավելի նման է իր մասին, ճիշտ ասած, այդպես աչքերից առաջ եկավ իր տունը, երրորդ մասի պատերը տան ու հիմա իր շքեղ առանձնատունը, պատավատները, ասենք ոնց կարելի է, իբր բան է, ժողովրդի ծոցից ելած, չէ՞, պերաշկի է ուտում ժողովրդի աչքի առաջ, հետո գնում է տուն տասնյակ հազարավոր դոլարների ծախս ունի իր առանձնատունը, ամեն օր, հասկանում եք, այսինքն բան է, ժողովրդի առաջ պերաշկի է ուտում, գնում է կամերաները անջատում է, չգիտեմ, թանկարժեք ուտեստներ եւ խոհարարով եւ այլնով պատրաստած։ Հիմա ինքը երևի իր թիմի մասին է դա ասում, ում մասին որ եթե նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին Արցախի հանրապետության նախագահն է։ Արցախի հանրապետությունը հիմա պիտի կողմնորոշվի, Արցախում եղած իշխանություն եղած ժամանակ թալանել են այդ իշխանությունը եւ այլն, թե այնքան զուս ժուշկալ են եղել, որ մի հատ բոթաս են ունեցել։ Դա եւ կրկնում եմ 8 տարի ունեին բարձելու։ Քանի ընտրություն են գալու նույն պլատֆորմը խոստանալի, վերջո ինչ հիմա ասում են 2021-ին էլ են ասել, քանի ընտրություն են նույն պլատֆորմով գալու։ Քանի 8 տարի է իրենց պետք է իրենց ասած թալանը հետ բերելու համար։ Լավ, ինչքան կարելի է 40 տարի պիտի իշխանության լինի, 5 տարի հետո էլ է գալի, թալանը հետ են բերելու։ 8 տարի ուներ, թող հետ բերեր, օրինական դատարանի վճիռներ ունենանք, հիմա մենք էլ իր հետ դատապարտ էինք, ոչ թե հենց ամեն օր մի սուտ լուր տարածել։ Այսօր ասում են ինչ-որ մեկը Հայաստանի քաղաքացի չի։ Եթե Հայաստանի գնացել եք, տեխնացուն տեղեկանք է վերցրել, որ կարող է մասնակցել ընտրություններին։ Հիմա դուք հայտարարում եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն այլ քաղաքացիություն ունի։ Արփին Սարգսյանը ինչ է անում իր պաշտոնում։ Նգննա չէ՞ տեղեկանքա տալիս։ Ինչ է անում այդ պաշտոնում։ Ձեր ընդհանրապես ուժային համակարգ եւ այլն ինչ են անում։ Մի խոսքով սուտ է ոտքից գլուխ։ Տիկին Վարդանյան եւ եւս մեկ հարց նախորդային տեսանք, որ կնոջ հետ գորգորալով էր խոսում, հրմշտում էին իրար ու չէ, քաշքշում էր կնոջը։ Կնոջը ու նաեւ հենց այդ նույն վիճաբանության ընթացքում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ասում էր, նեղություն եմ խնդրում բառիս համար, ասում էր, որ կզացնելու եմ Ռոբին։ Ինչ ասեմ, նա թող փորձի։ Ես չգիտեմ, ելի եմ ասում 8 տարի անցել է ինչ իշխանությանը, եւ գործը թող եթե կարող է, թող դրա 10%-ը հոխորտա Ալիևի վրա։ Կարող է։ Եթե չի կարող, ինչ է ուզում ապացել, գիտեք ինչքան հեշտ է այդպես ամբողջ ՊՊՑ-ն ուժայինները քեզ են պաշտպանում, դու էլ տենց դուխով ելույթներ ես ունենում, հատկապես բանը կանանց ես քաշքշում, այն մարդուն ով քո փաստաբանն է եղել, եկել է բանտ քեզ այցելելու, քեզ ամենավատ վիճակում օգնել է, երբ որ քեզնից բոլորը երես են թեքել, իր վրա ես հոխորտում, ասենք դա շնորհք է, դա մարդկային է ընդհանրապես։ Լավ, մենք տենց ղեկավար ենք ուզում ունենալ։ Մենք դրան ենք արժանի։ Այս ազգը 5000-ամյա դրան է արժանի։ Չէ, լավ, ավելի լավ տարբերակներ ունի այս ժողովուրդը, մենք մեր ժողովրդին ներկայացնում ենք մեր տարբերակը։ Մի հատ նայեք, այս մարդը կարա գնա, ասենք պատկերացնում եք, եթե իրեն մի բան ներվայնացնում է, ինքը տենց է անում։ Ալիևի հետ բանակցելուց իրեն ոչինչ չի ներվայնացնում, նույն ձև է արձագանքում, թե իրեն ամեն ինչ դուր է գալիս։ Հիմա մենք ասում ենք, այս մարդով չենք կարող, շանս չունենք, առանց իրեն շանս ունենք։ Ես եմ շնորհակալ։